Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր հետևորդներին, իսկ նրանք ովքեր դեռ չեն դարձել մեր հետևորդները, աշխատեք, որքան հնարավոր է շուտ անցնել այդ վիճակին, որտեղ մեզ համար դա շատ կարևոր է։ Սիրելի բարեկամներ, մենք ամեն անգամ, երբ մեր տաղավար ենք հրավիրում այնպիսի միանձնավորության, ինչպիսին Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն է, մեզ համար եւ հեշտ է եւ ինչ որտեղ դժվար, որովհետեւ Անդրեաս Ղուկասյանի ներքին հումորը ոչ բոլորն են շատ հաճախ հասկանում եւ նրա ասածները ընդհանուր առմամբ պետք է շատ լուրջ ընդունել, բայց կան մարդիկ, որոնք հումորը չեն տարբերում ռեալ իրականությունից։ Պարոն Ղուկասյան, բարի գալուստ։ Բարև ձեզ, զսպվածություն պետք է ցուցաբերել։ Այո։ Թե այն իրավիճակը, որ մենք այս նախընտրական շրջանում հայտնվել ենք, ըստ ձեզ ինչպիսին է, ձեզ համար սովորական է, թե ինչ որ արտարոց բաներ են կատարվում։ Միշտ եղել է ատելության դրսևորում Հայաստանում ղեկավար անձանց նկատմամբ։ Եվ 95 թվականի, 96 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում եւ դրանից հետո բոլոր ընտրություններում, բայց հիմա իմ կարծիքով այդ երևույթը բնականաբար օբյեկտիվ իր գագաթնակետին է հասնում, որովհետեւ մենք հասանք այս ընտրություններին Արցախում ծանր պարտություն կրած վիճակով, հայերի բռնի տեղահանումը, որքան էլ հիմա այսպես պետական քարոզը փորձի շրջանցի այդ հարցը, այնուամենայնիվ մեր հանրության համար ծանր հոգեբանական տրավմա է եւ քաղաքացիները տեսնում են ղեկավար կազմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի իր շրջապատի պատասխանատվությունը դրանում։ Եվ այդ ատելությունը օբյեկտիվ է, ինչ որ քաղաքական ուղղվածություն չունի, արդեն դժվար է այս վերջի դեպքերով պնդել, որ սա ուղղորդված է ինչ որ մեկին կամ մարդ իր քաղաքական պատկանելիության ինչ որ էս կամ այն թիմին, դրա համար է այսպես թշնամանք դրսևորում երկրի ղեկավարի նկատմամբ, բայց այդ եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ միջադեպը այո կայում է, որ համբերության բաժակը գրեթե լցված է եւ մարդկանց մոտ այդ ատելությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իր այսպես շրջապատի ղեկավար կազմի նկատմամբ հասնում է շատ արդեն բարձր կետերին։ Սա դրա օրինակն էր։ Դե երբեք չէինք էլ կարող մտածել, որ դպրոցական երեխաների հետևից այդպես կարող են սուր միջոցներ ձեռնարկել, անգամ կալանավորում հոդված դնել, սա իհարկե չլսված եզակի երևույթ է։ Պաշտպանները քաղաքացիական պայմանագրի շատ են սիրում ասել, այ տեսեք, մենք ականատես ենք եղել ինչպես 97-98 թվականին տեղի ունեցավ այդ դեպքը Պողոս Պողոսյանի հետ, երբ որ նախագահի թիկնապաները միջադեպ ունեցան եւ մահացավ արդյունքում սպանեցին այդ Պողոս Պողոսյանին, սա բերում են որպես օրինակ, որ այ հիմա այդպես չի, բայց ցավոք սրտի իրավապահ մարմինները, այդ թիկնազորները իրենք աշխատում են այդպես, ինչպես աշխատում են, կոշտ եւ կոպիտ։ Եվ այն, որ երիտասարդներին առհասարակ այսպես ծանր վնաս չհասցրեցին, եթե չեմ սխալվում, տղաներից մեկը ուղղություն ստացավ հարվածներից, որը որ իրեն հասցրել են, դա պարզապես բախտի բան է։ Կարող էր եւ ավելի ողբերգական Պողոս Պողոսյանի օրը ընկնել։ Հա, այսինքն այդ փաստարկն էլ դրանով վերացավ, որ զսպվածություն է, այսպես ասած, ցուցաբերում թիկնազորները, հիմա այդ թիկնապաները, իրավապահ մարմինները իշխանության
դեմ կամ իշխանության ճանապարհին ընկած մարդկանց նկատմամբ հայտնված միգուցե պատահական ոչ այդպես չի ինչպես եղել է շատ կոշտ մեր այդ համակարգը այդպես էլ շարունակում է մնալ Ոչինչ չի փոխվել пастоրին Դե այդպես էլ չի կարելի ասել Համլետ որ ոչինչ չի փոխվում բայց Նման փաստարկները, որ երկրում այդ տեսեք մի այնպիսի ղեկավար է, որ տարբերվում է Ռոբերտ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանը ասել էր տարեք սպանեք Պողոս Պողոսյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը ասել էր ձեռ չտեք, բայց նենց ձերբակալեցին, որ մարդիկ ոնց որ սարսափում են այդ կադրերը նայելով ավելացավ կեղծավորություն, հա? Մենք չգիտենք Ռոբերտ Քոչարյանը ասել էր տարեք սպանեք թե չէ, կամ ինչ էր ասել։ Բայց որպես կանոն այդ ծառայությունները միշտ ուզում են շեֆի արչև, չէ, ցուցաբերեն իրենց հավատարիմ լինելը, իրենց ջանասիրությունը, եթե դրա համար մի 10 հոգու պետք է տրորել անգիստ գնում են դրան Կապ չունի երեխա է, մեծ է, փոքր է։ Հա, կարևոր է որ հանգարց հետո չասեն դու քո այսպես քո նկատմամբ անվստահություն կա, դու ինչի չխփեցիր կամ դու ինչի չկոշտ չպահեցիր քեզ։ Կարող է պատահի ընդդիմություն ես մտել ես մեր շարքերը, էլի։ Եվ այդ երևույթը ինքը վերում է այդ մտնոլորտին, որ այդ թիկնաբաները, այդ իրավապահ մարմինները, երբ որ գործում են բիրտ կոշտ, որ հանգարց իրենց կասկածի տակ ոչ մեկ չդնի, էլի, որ իրենք հավատարիմ չեն իրենց շեֆին, իրենց այդ ծառայությանը։ Անդրես, տեսեք, Փաշինյանի կարգախոսը վերջին շրջանի կամ ես կամ պատերազմ։ Լավ, միթե չեն հասկանում, որ նման կարգախոսով չի կարելի գնալ ընտրարշավի։ Նման կարգախոսով ընդհանրապես, եթե նման իրավիճակ է երկրում, ընտրություններ չեն արվում։ Որտեղ ընտրություն դրանով իշխող ուժը ասում է, որ Հայաստանը գտնվում է ռազմական, հա, նախապատերազմական վիճակում, պետք է ռազմական դրություն գործի եւ ըստ սահմանադրության նման վիճակում ընտրությունները հետաձգվում են այնքան ժամանակ, մինչեւ սպառնալիքը չվերանա, եթե արկա է այդպիսի սպառնալիք եւ Ну դա հակասություն է, ցնցող, չչացող, այսպես ասած, հակասություն է, որը որ ոնց ասեմ, հասարակությունը դրան բացասական է նայում միանշանակ։ Մեր տեղական դիտորդները, այսպես, թողեցին անհետևանք, չէ՞ դա, ոնց որ թե հիմա պիտի մեծ աղմուկ բարձրանար, որ ասեն սա հարկադրանք է, սպառնալիք է քվեարկելու որ Փաշինյանը իր կուսակցության համար քվեն հավաքում է սպառնալիքի միջոցով։ Դա հարկադրանք է, դա արդեն շատ մոտ է այն քրեական պատասխանատվության սահմանված նորմին, անցավոր արարքին, երբ որ ընտրողին հարկադրում են այդ թվում եւ սպառնալիքով քվեարկել։ Եվ Փաշինյանը փորձեց մեղմացնել, որ դա հարկադրանք չի, դա մտքերի փոխանակում է, այսպես եւ այլն, իր բանի ժամանակ, հաջորդ ասուլիսի ժամանակ, բայց սա ընտրությունների հետ կապ չունեցող երևույթ է բացառող ընտրություններ։ Եթե հիմա հարցի էությանը նայենք, արդյոք կա պատերազմի սպառնալիք եւ առհասարակ Ինչպիսին են այն պայմանները, որ Ադրբեջանը կարողանա հարձակվի Հայաստանի վրա, ինչպես հարձակվեց Արցախի վրա։ Ու Արցախի արդեն մեր բոլորից տեսած օրինակով։ Ադրբեջանը երբ որ նախապատրաստում էր հարձակում Արցախի վրա, Արցախի հանրապետության վրա, ինքը ուներ դրա համար ձևավորված պայմաններ։ Առաջի պայմանը Փաշինյանը կտրել էր բանակցությունների թոկը։ Այսինքն այդ քայլով Փաշինյանը զրկեց Հայաստանը եւ
Արցախի հանրապետությունը միջազգային օժանդակությունից եւ ազատեց Ադրբեջանը պատժամիջոցներից իր գործողությունների համար։ Այդ բանակցությունների թոքը կտրելու քայլով ստեղծեց այնպիսի վիճակ, որ իզոլյացիայի մեջ հայտնվեց եւ Արցախը եւ Հայաստանը։ Միակ դաշնակիցը Ռուսաստանն էր, որը երկրորդ պայմանն է, ինչի կարող էր Ադրբեջանը հարձակվեր Արցախի հանրապետության վրա, դա երաշխիք, որ Ռուսաստանի Դաշնությունը կմնա չեզոք։ Այսինքն առաջի պայմանը դա էր, որ Հայաստանի իշխանությունները պիտի բանակցությունների թոքը կտրեին եւ հակադրվեին Մինսկի խմբին, ողջ աշխարհին, հա, իրենց դիրքորոշումով միջազգային հանրությանը։ Երկրորդ պայմանը, որ Ռուսաստանը հայտնի չեզոքություն։ Երրորդ պայմանը Ադրբեջանին հարկավոր էր երաշխիք, որ Հայաստանը բանակցությունների թոքը կտրելով եւ այսպես պատերազմի համար նախապայմաններ դրական Ադրբեջանին ստեղծելով, այնուամենայնիվ հարձակման դեպքում չի ճանաչի Արցախի հանրապետությունը, որովհետև հարձակումը դա հրադադարի խախտում է, եթե մի կողմը խախտում է հրադադարը, մյուս կողմն էլ կարող է իր միակողմանի քայլ անել քաղաքականության մեջ եւ առհասարակ կյանքում այդպես։ Այսինքն այդ երաշխիքը նույնպես հարկավոր էր Ալիևին ունենալ, որ Արցախի վրա հարձակման դեպքում Հայաստանի վարչապետը, Հայաստանի ղեկավարությունը Արցախի հանրապետության անկախությունը չեն ճանաչի։ Եվ իհարկե պետք է ունենալ երաշխիք, որ դիմադրությունը ուժեղ չի լինի։ Այսինքն որ պաշտպանությունը թուլացված կլինի կամ ի սկզբանե ուժերի այսպես ասած համադրությունը շատ իօգուտ պիտի լինի հարձակվողին, որ դա դիտարկվի որպես երաշխիք արդյունքի, որովհետև կարող է հարձակվես եւ կոնֆուզ ունենաս, պարտվես, ոչ թե աջակցության հարց։ Այդ բոլոր երաշխիքները ուներ Ալիևը, դրա համար 20 թվականին ինքը հարձակվեց, համարձակ հարձակվեց Արցախի հանրապետության վրա։ Այսօր եթե մենք քննարկենք, իսկ ինչ պայմաններ պետք է լինեն Հայաստանի վրա հարձակվելու համար, մենք էլի մոտավորապես նույն պայմանների հետ ենք առնչվելու։ Պիտի Հայաստանի իշխանությունները ստեղծեն իզոլյացիայի դրություն, այսինքն հակադրվեն միջազգային հանրությանը։ Ռուսաստանը պիտի կրկին երաշխավորի Ադրբեջանին, որ չեզոք է լինելու այդ հարձակման դեպքում եւ Հայաստանի այստեղ նոր բաղադրիչ կա։ Իշխանությունները պիտի երաշխիք տան Ադրբեջանին, որ Ադրբեջանի հարձակման դեպքում նավթագազային կոմունիկացիաներին, որը որ Թաուշի մարզի կողքով անցնում, հարված չի լինի, որից որ կախված է Ադրբեջանի տնտեսական ամբողջ վիճակը։ Այդ երաշխիքը շատ կարևոր է։ Այդ երաշխիքը 20 թվականի պատերազմի ժամանակ նույնպես գոյություն ուներ, եթե Հայաստանը ճանաչեր Արցախի հանրապետությունը եւ մտներ պատերազմի մեջ, հա, որպես իր անվտանգության երաշխավոր, իհարկե Ադրբեջանի համար կառաջանար այդ վտանգը, որ նավթային եւ գազային իր հողովակա շարերը անմիջապես թիրախ կդառնային, հարվածի տակ կընկնեին։ Հիմա նույնպես այդ խնդիրը ակտուալ է։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի կամ լսում ենք այդ հարցը, հնարավոր պատերազմի հարձակման, հա, այսպես ասած հարցի հետ կապված, մենք պետք է հասկանանք, որ նման հարձակումները կարող են լինել, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են խաղալ պատդավքի, պատրաստ են սպասարկել այդ հարձակումը։ Այդպես եղել է իմ համոզմամբ 20 թվականին, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սպասարկում էր Ադրբեջանի այդ հարձակումը Արցախի վրա քաղաքական իր բոլոր որոշումներով, բերում էր ինչ որ նախապես որոշված արդյունքի այդ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրում շարադրված պայմանների։ Իսկ հիմա դա եւս ըստ էության պահանջում է նույն որակը,
Այսինքն իշխանությունը պիտի լինի հակված ճշնամու հետ համագործակցել, ուղիղ համագործակցել, թե Ռուսաստանի Դաշնության միջոցով կամ այլ պետության միջոցով համագործակցել, բայց ունենալ որոշում, որ պատերազմը ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է եւ պետք է որ Ադրբեջանը այդ պատերազմում լինի երաշխավորված բացասական հետևանքներից։ Տես մի հարցակում մեր աչքի առաջ տեղի ունեցել 22 թվականին, երբ որ ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիները հարձակվեցին, գրավեցին տարածքներ, խոցեցին S-300 համալիրը հակաօդային պաշտպանության բավականին մեծ վնաս պատճառեցին մեր բանակին եւ Հայաստանը դա չդիտարկեց որպես ագրեսիա, չարձագանքեց այդպես ինչպես ասեցի, հարված չհասցրեց կոմունիկացիաներին նավթագազային Ադրբեջանի, որովհետև ընդհանուր պատկերը այդպիսին է, որևէ պատերազմ այստեղ Ադրբեջանի համար, դա ոնց որ մարդը բենզինի բոճկի վրա նստած լինի ու նռնակը ձեռը փորձի, հեշտությամբ կարող է տրաքել։ Եթե դիմացինը այդպիսի վճռականություն եւ գիտակցություն ունի, Ադրբեջանին նման պայմաններում Հայաստանի հետ առհասարակ կոնֆլիկտ ունենալ շատ վտանգավոր բան է, որը որ միայն կարող է Հայաստանի ղեկավարության երաշխիքներով ապահովված լինել։ Հիմա եթե այդ տեսակետից նայենք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ եթե ուրիշները հաղթեն, պատերազմ կլինի, ինքը ըստ էության ասում է, այդ ուրիշները իմ նման կլինեն, ոնց որ ես սպասարկեցի 20 թվականի պատերազմը, ուրիշները եթե հաղթեն, իրենք սպասարկեն արդեն ինչ որ նոր պատերազմ, իրականում այդպես է դուրս գալի։ Ժողովրդի համար պատկերը այլ է, որ կա խաղաղասեր Փաշինյան, որը որ կապիտուլյանտ է, հասկանալի է, բայց խաղաղություն։ Իսկ այսրանք հիմա կգան եւ կլինի պատերազմ։ Իրական կյանքում հակառակն է, այդ կապիտուլյանտը ավելի մեծ վտանգ է ստեղծում պետության համար։ Եվ եւս մի հարց, տեսեք, այդ գաղափարը քննարկել ենք այդ Հայաստանի Հանրապետության պետության հիմքում դրված է արդարության համար պայքարի գաղափար։ Միջազգային ճանաչում ցեղասպանության հայերի Օսմանյան կայսրությունում, Արցախի ինքնորոշման իրավունքի վրա, հիման վրա Հայաստանի եւ Արցախի միավորում։ Դա այսպես իդեալիստական ցանկություններ չեն իրականում այդ թեզերը, եթե մենք ավելի խորը մոտենանք Համլետ, որ դեպքում հայ ժողովուրդը կարող է համարել, որ իր ապագան անվտանգ է հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից։ Իհարկե, եթե Թուրքիան ճանաչի հայերի ցեղասպանությունը, դա ամուր երաշխիք է հայ ժողովրդի անվտանգությանը հետագայում տևական ժամանակ։ Իհարկե հայ ժողովրդի համար անվտանգության երաշխիք է Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Դա տևական ժամանակ արմատական խաղաղության համար երաշխիք է։ Այսինքն արդարության համար պայքարի գաղափարը, որ ներդրված է մեր պետության հիմքում, ինքը այսպես իդեալիստական, ինչ որ ցանկությունների, ֆանտազիաների դրսևորում չի։ Դա հստակ քաղաքական պրագմատիզմի դրսևորում է, արդյունք է։ Երբ մենք կարող ենք համարել, որ Թուրքիան այլևս վտանգավոր չի հայ ժողովրդի համար, երբ որ իրենք ճանաչեն ցեղասպանությունը, երբ մենք կարող ենք համարել, որ Ադրբեջանը այլևս վտանգավոր չի Հայաստանի համար, երբ որ իրենք ճանաչեն Արցախի ազատությունը, ինքնորոշվելու ազատ իրավունքը։ Այդ գաղափարները այսօր փորձում են փոխարինել ինչով։ Փաշինյանը առաջարկում է դուրս բերել դա պետության հիմքից եւ առաջ է քաշում գաղափարը, որ խաղաղություն կլինի, եթե այսպես
Թուրքիան եւ Ադրբեջանը պատճառ չունենան հայ ժողովրդից որևէ բան պահանջելու։ Դա շատ խոցելի, շատ վատ հիմնավորված տեսակետ է քաղաքական առումով, քաղաքական դիսկուրսում։ Պարզապես այսպես դաշտ նետած ոչ թե ստեղծված է հայկական քաղաքական մտքի կողմից, այլ վերցված է հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչական այդ պրոպագանդայի մեջից եւ բերված է Հայաստանում ներքին քաղաքական տիրույթ դրված է սեղանին, որ այսպես է պայմանել։ Բայց ով ասեց, որ եթե հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան դրանով բավարարված կլինի։ Եվ ով ասեց, մենք տեսնում ենք, որ եթե Հայաստանը այսպես ձեռները լվանա, թողնի հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից անհետևանքով, ասեց, որ Ադրբեջանը դրանով բավարարված կլինի։ Մենք մեր աչքով ենք տեսել, չէ, որ դրանից հետո նոր պահանջներ բերվեցին եւ այլն եւ բերվելու են հետո եւ արմատական պահանջ է դրված, հերթական պահանջ, հանեք պետության հիմքից ձեր վահանները, որովհետեւ արդարության համար պայքարի այդ գաղափարը, որ ներդրված է Հայաստանի հիմքում, դա Հայաստանի վահանն է։ Դա է պաշտպանում Հայաստանը եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից միջազգային հարաբերություններում։ Այսօր հաջողվեց հայկական հասարակական քաղաքական մտքի դաշտ բերել ներսից, այսպես ասած, տեղավորեցնել այդ թուրքական եւ ադրբեջանական պրոպագանդայի նարատիվները, որ հրաժարվելով այդ քաղաքականությունից, հրաժարվելով արդարության համար պայքարից, հայ ժողովուրդը ձեռք կբերի անվտանգություն։ Դա նորից եմ ասում, չհիմնավորված եւ շատ թույլ քաղաքական միտք է եւ շատ վտանգավոր, որովհետեւ զինաթափված քաղաքական եւ ռազմական իր ռեսուրսներից հրաժարված, միջազգային կապերը կտրած, ինչ որ մի հատ պետություն լիովին կախված է լինելու այդ դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքից եւ Ռուսաստանը այստեղ այսպես դիրքում է հայտնվում շատ շահավետ, որովհետեւ ինքը ազդեցություն ունի Հայաստանի ղեկավարության վրա այսօրվա։ Եվ դա հնարավորություն է կոռուպցիայի համար մեծ այսպես դաշտ է բացում։ Թուրքերը եւ ադրբեջանցիները փողը տալու են Ռուսաստանի կայսրին, կայսրը ասելու է Հայաստանի ղեկավարին ինչ անել, ինքը դա սուսիկ փուսիկ դա անելու է եւ հայ ժողովուրդը դուժելու է։ Դա չի կարող լինել ապահով, ազատ, բարեկեցիկ կյանքի երաշխիք։ Ընդհակառակը դա դեպի անկում տանող։ Դա Փաշինյանի ասած խաղաղությունն է, որը ոչ ոքի պետք չէ։ Լավ, տեսեք, երբ որ սկսվեց Իրանի դեմ պատերազմը Իսրայելի Միացյալ Նահանգների կողմից, պայթեց նաև ստրիպի փուչիկը։ Պարզվում է, որ ճանապարհը այսօր ոչ ոքի պետք չէ, մոռացել են այդ մասին։ Իսկ դեռ մի քանի ամիս առաջ հիշում եք Փաշինյանը ինչ էր ասում։ Մենք հարստանալու ենք, առևտուր ենք անելու հարևանների հետ, այդ ճանապարհը մեզ համար վաղվա օրն է լուսավոր։ Այդ հեքիաթի մասին ինչ կարող եք ասել։ Համլետ, ես իմ տեսակետը, վուլգար ձևով եմ ներկայացնում, պարզապես որ պարզ լինի։ Արցախի պատմությունը, անկումը Արցախի, ես տեսնում եմ այսպես։ Ալիևը 10 միլիարդ դոլար տվեց Պուտինին, Պուտինը 2 միլիարդ տվեց Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը 1 միլիարդ տվեց Նիկոլ Փաշինյանին։ Եվ մենք ունենք այն, ինչ ունենք։ Իհայտ եկավ Տրամպը եւ ասում է՝ «Բա ես»։ Տրամպի ուղին դա հնարավորություն է Ալիևին ստիպել եւս 10 միլիարդ դոլար տալ արդեն Տրամպին։ Այո։ Որովհետեւ ինքը իր բանաձևով այնպես է ձևակերպած, շատ ճկուն է, շատ հեշտ է մասնավորացնել այդ պետական պրոյեկտը մասնավոր դարձնել, մասնավոր շահույթների բերել։ Դա պարզապես
Տրամփի համար հնարավորություն է իր կաշառքը այս կաշառքների շղթայի մեջ վերցնելու, որպեսզի տեղի ունեցածի համար Ալիևին չենթարկեն քրեական պատասխանատվության։ Տնտեսական առումով բացի Ադրբեջանից ճանապարհը Նախիջևան ոչ մեկին հետաքրքիր չի, ով պիտի փող դնի այդ ճանապարհի մեջ։ Այսինքն ի սկզբանե դա հայ ժողովրդին դեպս չես կարա ասես։ Կարա Հայաստանի վարչապետը ասի, ես գիտեք, սենցա, ոնց որ հիմա ես ձեզ ներկայացրեցի։ Իհարկե ոչ։ Չի կարա, չէ։ Ախր այդ անտեսները շատ քաղցր բան է։ Դե մեզ չանա գրել էր, չէ, այդ երգը ներկայացրել էր, ամեն ինչ վաճառվում է, ինչ հələ երբ որ տարիներին, չէ։ Այո։ Մենք ականատես եղանք, ինչպես սկզբից վաճառվեց մեր պետության, մեր երկրի տնտեսությունը, հա, սեփականաշնորհվեց գործարանները գյուղատնտեսության մեջ, այդ խոշոր տնտեսությունները սեփականաշնորհվեցին։ Հետո մասնավորեցվեց երկրի ընդերքը։ Հետո եկանք հասանք ինչ-որ մի կետի, երբ որ Հայաստանը կարծես թե վաճառում էր իր միջազգային, այսպես դիրքորոշումը ձայնը մակում եւ այլ ատյաններում։ Վաղ թե ուշ պիտի գար այդ օրը, որ վաճառքի դրվեց Արցախը։ Այդ տրամաբանության մեջ, այո, ես տեսնում եմ, որ եթե հանրությունը չի կարող հսկել իր իշխանության նկատմամբ իր իշխանությունը չի կարող հսկել, ապրում է այդ որոշակի հատվածը բավականին ազդեցիկ մեր երկրում պատկերացումով, որ երկրի կառավարության կամ նախագահան կամ կառավարության ղեկավարը, վարչապետը թագավորն է երկրի։ Ընտրությունների գնում է անպատասխանատու եւ ձևական մասնակցությամբ կամ անցյալում կար այդ երևույթը նույնիսկ փողով չէ կաշառք վերցնելով այդ դեպքում այո այդպիսի հանրությունը այդպիսի երկիրը այդպիսի պետությունը գնում են դեպի անկում դա failed state այսինքն պետություն ստեղծելու անհաջող օրինակ կարող է դառնալ։ Դրա մասին Իգոր Մուրադյանը խոսում էր տարիներ առաջ 15, 16, 17 թվականին ինքը զգուշացնում էր, որ Հայաստանը էությամբ դարել է Ռուսաստանի մաս, այսինքն արդեն մարդիկ չեն ապրում, չեն մտածում, չեն շնչում որպես ազատ մարդիկ, այլ գտնվում են ինչ-որ այլ պետության լիովին այսպես ազատության այդ վերահսկողության տակ։ Այսօր դա եւս ակտուալ թեմա է, չէ, Հայաստանում խոսում են Ռուսաստանը սենց, Ռուսաստանը նենց, այս պաշտպանենք մեր ընտրությունները ռուսական ազդեցությունից, դա էլ է իմ կարծիքով սուտ, որովհետեւ պետական կառավարությունը ինքը մի սուտ չի ստեղծում, ինքը երկու սուտ է ստեղծում։ Մի սուտը ըստ իս այն է, որ Փաշինյանը Եվրոպամետ գործիչ է, իսկ մյուս սուտը, որ իրենք պայքար են տանում, որպեսզի այս ռուսամետ ընդդիմությունից պաշտպանվեն։ Իրականում բոլորը խաղում են ռուսական շահերի տիրույթում, դաշտում, եւ այդ Հայաստանը աստիճանաբար վաճառքի դնելու, ծախելու քաղաքականության շրջանակում։ Ինձ որ հարցնում են ում քվեարկել ես ընտրություններում, ես ասում եմ նրան, ումից հետո հեշտ կլինի իշխանությունը հետ վերցնել։ Երբ որ մտածում եք ում ձայնը տալ, մի հատ նայեք ու հասկացեք, էլի ձեզ համար, այս մարդուց հետո փողոցում հետով իշխանությունը ումից հեշտ կլինի վերցնել, էլի ավելի, նրան էլ ձայնը տվեք։ Դե ես մեկից դժվար է լինելու։ Դա է այսօր։ Իշխանության համը, որ առնում են, շատ դժվար են բաժանում դրանց։ Հա, բայց արդեն կան կերպարներ, որ պարզ է, չէ՞, Սամվել Կարապետյանը ընտրվեց, իշխանությունը հետ կտա։ Չի տա, չէ՞։ 1000 տարի Կարապետյանները տողմ կստեղծեն, կլինեն Հայաստանի թագավորական բան
Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ որ իշխանության եկավ, հետ կտա էլ այդ իշխանությունը։ Այդ արդեն գրեթե անհնար է։ Անհնար է։ Այնպես է կանում, որ ասում լավ թողնա Փաշինյանը այսպես բելի պուշիստի փորձում է այդ ժողովրդավար կերպարը պահել ժողովրդասեր, բայց հասկանալի է մարդ, որ գիտակցաբար ծախեց Արցախը իմ կարծիքով ծախեց Արցախը, ինքը ատելության բաց չէ լցված սեփական ժողովրդի նկատմամբ։ Իհարկե։ Իսկ մյուս կողմից էլ ինչի պիտի Փաշինյանը ատելությամբ լցված չլինի հայերի նկատմամբ, չի ինքը պիտի սիրի հայերին։ Իր գաղափարները երբեք հետաքրքիր չեն եղել մեր հանրությանը, ինքը իր գաղափարների համար բանտ էր ընկել, էլի ասել որ հանրային ինչ որ բաներ տրագեդիա էր հայ ժողովրդի համար Փաշինյանի բանտում նստելը չէ, էլի։ Եվ այսպես ես չեմ բացառում, որ ինքը այո գիտակից այսպես բացասական վերաբերմունք ունի հայերի, Հայաստանի, դա երբեմն իր դրսևորումների մեջ դրսևորվում է իր տարբեր ելույթներում, բաներում անցնում է տենց մեկ-մեկ։ Այո։ Մի խոսքով առաջ ջուր, հետևը սուր։ Դժվար ընտրության առջև են կանգնած։ Մեր կուսակցությունը օրերս պատրաստում ենք հայտարարություն, մենք աջակցելու ենք այն քաղաքական ուժին, որը որ իրական ալտերնատիվ է ներկայացնելու այսօրվա վիճակին։ Այսինքն այսօրվա կարևոր հարցը ինչ անել Վաշինգտոնում նախաստորագրած խաղաղության պայմանագրի հետ։ Նախաստորագրել դա, հրաժարվել նախաստորագրելուց, որն է այսպես ծրագիրը։ Մենք կարծում ենք, որ առնվազն Հայաստանը պետք է առաջ քաշի պայման, նախաստորագրած այդ պայմանագիրը եթե մնում է ուժի մեջ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հանձնեն Արցախի կարգավիճակի հարցը դատարան։ Թող դատարանը որոշի, ով է ճիշտ։ Պարզ է։ Եվ երկրորդը, որ եթե Ադրբեջանը դրան համաձայն չեղավ, պարզապես միակողմանի քայլերով դիմել դատարան։ ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է այդպիսի նաև հնարավորություն։ Համենայն դեպս այն տեսքով, ոնց որ հիմա այս խաղաղության պայմանագիրը կա, եւ այս նախապայմաններով սահմանադրությունը փոխել, հա, որ իրենք դա ստորագրեն, նման պայմաններին համաձայնվելը դա ընդունելի չի մեր կուսակցության տեսակետից։ Մենք աջակցենք այն ուժին, որը որ հստակ, պարզ այս հարցում կձևակերպի իր դիրքորոշումը։ Եվ շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, ձեզ պիտի ասեմ, որ մենք այսօր հերթական անկեղծ զրույց ունեցանք Անդրեաս Ղուկասյանի հետ, ով շատ պարզ իրավիճակը ներկայացրեց, հետևությունները մնում է ձեզ արխիվում ընտրություններն է, տեսեք հերթական անգամ չսխալվեք։ Այսօր այսքանը, ցտեսություն։